Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստծու որդիներ լինելու իշխանությունը։ Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կոչվում է «Ինչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Հուսով եմ ուղերձների այս շարքը Տեր Հիսուսի անվան մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների շուրջ մտորելու առիթ տվեց քեզ և կօգնի քեզ Տիրոջ անվան հանդեպ հենց աստվածաշնչյան հավատք ձևավորելու հարցում։ Սիրելի՛ բարեկամ, այս շարքի մեր վերջին ուղերձը նվիրված է Աստծու որդիներ լինելու իշխանությանը, որը բխում է Տեր Հիսուսին մեր կյանքերում ընդունելուց և Նրա անվանը հավատալուց։ «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին, սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1.11-13): Որպեսզի յուրաքանչյուր մարդ հասկանա, թե ինչպես է ընդունում Տեր Հիսուսին, Աստվածաշունչը մեզ հուշում է, փոխանցում և մեր ուշադրությունը նախ սևեռում է նրա վրա, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսին չընդունելը։ «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին»։ Հրեաները մերժեցին Տեր Հիսուսին և չընդունեցին Նրան։ Ինչպե՞ս։ Պատասխանը պարզ ու հստակ ներկայացնում է Աստվածաշունչը. «Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում. եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում, և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում» (Հովհաննես 5.31-44): Տեր Հիսուսին ընդունել նշանակում է ընդունել Նրա ուսուցումների բացահայտած ճշմարտությունները։ Տեր Հիսուսին մերժել նշանակում է մերժել Նրա ուսուցումների բացահայտած ճշմարտությունները։ Տեր Հիսուսին ընդունել նշանակում է հավատալ Նրա խոսքերին և Նրա կամքին հնազանդ կյանք ապրելու որոշում կայացնել։ Տեր Հիսուսին մերժել նշանակում է կասկածի տակ դնել Նրա խոսքերի ճշմարիտ լինելը և ապրել Նրա կամքին հակառակ կյանքով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի անվանը հավատալու մասին էին այս շարքի մեր նախորդ բոլոր ուղերձները։ Մենք անդրադարձանք այս տիեզերքի ամենազորեղ անվան հանդեպ հավատքի տարբեր կողմերին, և Աստվածաշունչը հստակ ասում է, որ Տեր Հիսուսին ընդունողներն ու Նրա անվանը հավատացողներն են, որ իշխանություն ունեն Աստծու որդիներ կոչվելու։ Գործք Առաքելոս 10.43 խոսքում գրված է. «Բոլոր մարգարեները Նրա մասին են վկայում, որ բոլոր Նրան հավատացողները Նրա անունով մեղքերի թողություն կստանան»։ Մենք Տեր Աստծու զավակներն ենք, եթե ընդունում ենք Քրիստոսի ուսուցումները։ Մենք Տեր Աստծու զավակներն ենք, եթե հավատում ենք Նրա Որդու անվանը։ Մենք հենց այդ անվան՝ Տեր Հիսուսի անվան իշխանության շնորհիվ ենք մեղքերի թողություն ստանում, քանի որ հավատում ենք ոչ թե միայն բառերով, այլ կենդանի հավատքով՝ մեր կյանքի գործերով հաստատված հավատքով։ Եթե միայն մարդը կարողանար պատկերացնել, թե հավիտենության մեջ ինչպիսի մեծ ու պատվական կոչում է Աստծու զավակ լինելու փաստը։ Եթե միայն կարողանանք հավատալ ու գիտակցել Տեր Հիսուսի անվանը հավատալու կարևորությունը։ Այսօր իմ աղոթքը հենց քեզ համար է, որպեսզի դու հավատաս Տեր Հիսուսի անվանը և այդ անվան շնորհիվ մեղքերի թողություն և Աստծու ընտանիքին որդեգրություն ունենաս։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։